հնարավոր չի բոլոր տեղ հանդիպել։ Իմ ցանկությունը որ հանդիպեմ, աչքերին նայեմ, ասեմ, որ տեղյակ եմ, գիտեմ, պատրաստ եմ լուծելու, ես իմ գրպանից չեմ ասելու, բարեգործությամբ երկիր չես կառուցի ժողովուրդ։ Այդ բյուջեի եղած գումարը ճիշտ նպատակային, ոնց որ սեփական գումարն ես ասում, որ մարդիկ զգան, իրենց մասին մտածող կա, եւ գումարը նպատակային ծախսում է, եւ տարբերություն չես դնում ժողովրդի ոլորտների մեջ, այլ բոլորի հասանելի է եւ ընկալելի է։ Լսում եմ ասեկացի։ Հեսա մի վարկյան թողասի։ Mənək յոմոնում իսկի խմել ջուրել չունեմ, ոչ մի բան չունեմ։ Գույնի ջան, դե դարձել այսօր չեն են չեզնում, խոցավը տանեմ։ Հիմա որ քեզ օգնեմ, լսի, հենց հիմա, համ քեզ կբռնեն, համին, անը գալի որ ինձ բռնեն, ընտրակ կաշակ կամարեն, դասեն կաշակ եմ տվե, որ վարդենիսի ինձ ձերն է, ասել։ Մենք վարդենիսիներս ուրախ ենք ձեր գալու կապակցությամբ, դուք շատ բան եք արել մեր ժողովրդի համար, ոչ միայն վարդենիսի, ամբողջ հայ ազգի համար։ Մարդիկ կան, որ ասում են շահ եք հետապնդել, դրա համար արել եք, ոչ, շահ եք հետապնդել, դրա համար եք արել եք ամեն ինչը, բարեգործություն եւ այլն, ես կարծում եմ, որ դա սխալ է։ Ես օրինակ գիտեմ Լարսի ճանապարհի լայնացումը, որ դուք մեծ աշխատանք եք կատարել, չգիտեմ ինչքան եք ծախսել ընկերություն, ինչքան եք ծախսել գումար եւ այլն, մեքենաների բաց թողման անցողությունը լայնացել եք, որը չեք ասել։ Պատասխանեմ։ Ուրեմն ես լավ ընկերություն ունեմ Ռուսաստանում, եւ քաղաքացիության մեջ, եւ տնտեսության մեջ, եւ մարզաշխարհում, որ մեր վարորդները դիմում էին, օրեկան ասում էր 600 ավտո Լարսի միջոցով, պետությունն էլ ալսում։ Ես ինձ դիմել եմ, ես իմ ընկերներին եմ դիմել, Ուսուկովիչին եմ դիմել, Կալաշնիկովին եմ դիմել, Վալոդին, հիմա որ պատրաստ է Լարսով ասում է 1600 մեքենա, ցանկացած լուծելի է, պետք է ճիշտ մոտեցում, կազմակերպել դիմել, մարդիկ են պատրաստել են։ Դա համար ձեզ ասում եմ, չլուծող խնդիր չկա, Ժորժ ջան, այսօր հիմնական հարցը, այդ որ ասում են հիմնական արել են, բարեգործություն, դա իմ հոգու խղճի հանգստության, բարեգործությամբ եղբայր, երկիր չես կառուցի։ Դու կարաս քո համար, որ քո ժողովրդի համար, որ որոշ տոկոս հատկացնում ես, ժողովրդին ես դրամադրում։ Այսօր պետք է ճիշտ ղեկավարում, ճիշտ կառավարում, ճիշտ հարաբերություններ աշխարհի հետ, կարողանա զարգացնել քո ժողովուրդը բարեկեցիկ ապրի, դերքերին շփիտ լինի, դե չէ բարեգործությամբ այսօր արեցի, երկիր չի զարգանա, աշխատող ժողովուրդ ունենք, ստեղծող ժողովուրդ ունենք, ես ասեմ իմ գործընկերներն են կենտիշկու սեփականատերը, 5 օր Հայաստանը ման եկել, Վարդենիսով, Ջերմուկով, Դիլիջանով, Գյումրիով, Ջերմուկով, ասում է Ծառուկան, Վրաստանը ձեր 10%-ը չունի, տուրիզմը դա պատրաստի ոսկու հանք է, դուք չեք կարողանում ճիշտ կազմակերպել, պատրաստի առանց շարժարանքի, մարդիկ գալիս են փողերը ծախսեն, միայն ճիշտ կազմակերպել, որ մարդիկ կան տենան, ծանոթանան գնան, մենք պետք է հիմնական տուրիզմը զարգացնելու վրա դնենք, եկավ մի տուրիստ, $5,000 գումար է ծախսել, ասում 20 միլիոն, 30 եկա, 150 միլիարդ, 5 միլիարդ, այդ սա մնալ է մեր երկում, բյուջեն էլ է գումար լինելու, գումարին կան շատ է լինելու, որ իմանան որն է ծախսել։